Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում ընտապանի քննարկում հաղորդաշարն է եւ մենք զրուցելու ենք քաղաքական գործիչ Վլադիմիր Պողոսյանի հետ։ Ողջունում եմ պարոն Պողոսյան, տաղավարում։ Ամենակարևոր իրադարձությունը վերջին օրերի դա ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցն էր եւ ստորագրված մի քանի պայմանագրեր, այդ թվում կապված անընդհատ թռչող սարքերի հետ, ատոմակայանների ներդրման հետ միասին եւ կարծես թե պայմանավորվածություններ կան այդ TRIP ճանապարհը ավելի կոնկրետ ինչ որ միսուարուն է ստանում։ Ես կխնդրեի ձեր մեկնաբանությունները այդ այցի հետ կապված, որքանով են արդարացած Հայաստանի սպասումները, արդյոք այդտեղ չափազանցություններ չկան եւ ինչ է տալիս Հայաստանին այդ անընդհատ թռչող սարքերի հետախուզական անօթաչուների արտադրությունը, տեխնոլոգիան, ինչ են տալիս մոդուլային ատոմային կայանները, արդյոք մենք ինչ որ ձևով կարողանում ենք ազատվել ավելորդ կախվածություններից։ Ատսից սկսենք երևի թե, հա։ Ոնց Վենսը հայտարարեց, ասում է, եթե ուզում եք խաղաղությունը, պիտի բալանսավորվեք, չէ՞, ռազմական ուժը։ Բնականաբար, այո։ Վենս կամ մեծ գյուժի տեղ է դնում, կամ իրոք բան չի հասկանում, ինչի մասին է խոսում։ 11 միլիոնով ոնց եք բալանսավորվելու։ Ուղղակի սովորական հարց։ Այն վի բատի մասին, որ ինքը խոսում է այդ ԱՏՍ-ի, որ մեզ տալիս են։ Տարբեր գներ կան, այց ինչ մոդիֆիկացիա է սարնում, բայց վերցնենք սենց Ռումինիան 4 հատարով 15 միլիոն դոլարով 4 հատ։ Վերցնենք, որ ամենաիժան 500,000 դոլար, կա 500-ից մինչև 700,000։ Այն պրոյեկտը ինչ որ մեծ ցույց են տվել, դա 500-ից մինչև 700,000 դոլար։ Մաքսիմում, եթե հաշվենք 22-ով, 500-ով, կարանք առնենք 22 հատ։ 11 միլիոն որ բաժանում 500,000-ին, ստացվում է 22 հատ։ 22 հատով ինչ ենք բալանսավորելու։ Բայց նախապես խոսվում էր ոչ թե հենց ԱՏՍ-ների մասին, այլ ԱՏՍ տեխնոլոգիաները մեզ տրամադրելու մասին եւ շատ վերլուծաբաններ խոսում են նրա մասին, որ Վենսը բան չի ասել։ Մեկնաբան եք խնդրում։ Վենսը սենց բար դուք լսել եք, չէ՞ Վենսը հայտարարությունները։ Լսել եք, որ ինքը տեխնոլոգիա տալիս մեզ։ Չի տալիս։ Ես այդ բանը չեմ լսել, ինչքան լսել եմ, չեմ լսել։ Այդ առաջինը, երկրորդը Վենսը ասում է 15 միլիոն տալիս են, որ բալանսավորեք ռազմական ուժերի հետ կապված Ադրբեջան Հայաստան 9 միլիոն տալիս է այդ ատոմայի կայանի հետ կապված, այդ մոդուլների հետ կապված, փոքր մոդուլների հետ կապված։ Ուրեմն չլինի տեղափոխվենք այդ թվերը 9 միլիարդ տան բալանսավորվենք մեր տարածաշրջանում այդ ուժերը 13 միլիոն բան է, մենք առանց հոսանք չենք մնում, այնով հոսանք ունենք էլի։ Մանավանդ ով ասել, որ մեծամոր AES-ի բանն է վտանգավորների մագատե վաղուց կպագի։ Դե երկարացրեցին նրա ուրեմն գործառույթային ժամկետը մինչև 36 թիվ։ Հա, բայց տեղյակ եք, որ Ամերիկան, քանի որ նոր ատոմակայանը չի սարքում, նույնիսկ այդ մոդելները չի սարքում, երկարացրել են 80 տարի էլ։ Խաբար եք։ Մտեք իրանց կարգավորման այդ բանը հիմնարկը դեռ նշած է երկարացնում են 80 տարի։ Այսինքն այդ նույն տիպի աշխատող ատոմակայանները ինչպես կառուցված է Հայաստանում, թե այլ տիպի կայաններ են։ Նույն ATS-ը, այսինքն մեծ, այդ կլասիկ ձևով սարքած, ոչ թե մոդուլներ չունեն դրանք։ Իրականում ռուսական եւ ամերիկյան ատոմակայանները տարբեր են։ Տարբեր են, բայց ուզում եմ ասեմ մեծ ատոմակայաններ։ Ես չեմ ասում այդ մոդելների հետ կապված։ Խոսք ունենք Ռուսաստանն էլ ունի մեծ, Չինաստանն էլ ունի, չէ, Ֆրանսիան էլ, Միացյալ Նահանգները էլ։ Հիմա ոչ Ռուսաստանն է սարքում նոր ատոմակայանը, ոչ Միացյալ Նահանգներ։
երկարացնում են։ Դուք ասում եք Ռուսաստանը միջև 36 թիվ, Ամերիկա 80 տարի։ Պատկերացնում եք, չէ՞։ Այդ ինչ է նշանակում։ Մեզ առաջարկում են այն, ինչ որ միացյալ նահանգներում չկա։ Ու չեն էլ փորձեր աշխատացնել։ Այդ մեր տարածքային նախարար ասում է, չէ, սխալ եք, սարկում են 10 սաատ շատ շուտով կաշխատի, որտեղ է աշխատելու։ Եթե ամերիկական բլոկերը այդ փոքր մոդելներ, ռեակտորներին, Ամերիկայում չկա։ Մի հատ էլ բան ասեմ, ոչ մի համաշխարհային կազմակերպությունը ապան չի տալիս։ Ապահովագրություն։ Այո, ապահովագրություն չեն տալիս։ Հրաժարում են։ Եթե ապահովագրություն չեն տալիս, նախ ինչ ռիսկային։ Հետո տրանսգրանիչնի բաներ է ստացվում, չէ՞։ Խոսքը օրինակ, եթե չեն ապահովում, այդ ապայի հետ կապված։ Վաղը հաստատ, խոսքը օրինակ, դնում ենք, նայեք, այդ բլոկերը ոչ միտեղ չի աշխատում։ Չկա sense բան։ Ոչ Ֆրանսիայում իրանց կարգավորման բանը համակարգը չի տալիս թույլտվություն, ասում է, դուք չեք ապացուցել ինձ։ Դեղ էլ մասնագետներ են, չէ՞, նստած ֆիզիկոսներ, բաներ, ատամայի մասնագետներ։ Դրանք ասում են, դուք չեք ապացուցել, որ անվտանգ է։ Ֆրանսիայում էլ չկա, չի աշխատում։ Այսինքն այդ դեպքում ինչպես եք բացատրում, ինչ է անում Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ամերիկան մտնում աստեղ, որ փորձ անի։ Ստեղ Այսինքն առաջինը Հայաստանում կաշխատեն, աշխատեցին լավ, չաշխատեցին։ Չաշխատեցին, կարող է Չեռնոբիլ ստացվի։ Դուք չեք արագ, նայեք, տարածքային նախարարը իրավունք չունի մեզ բացատրի կամ համոզի մեզ, որ անվտանգ է։ Ես էլ ասում եմ, չէ։ Եթե դուք մտնեք Ստենֆորդի համալսարանը, դեղ նշած է։ Իրան բանը իրանց վեբկայքը նկատի ունեք, հա։ Այո, հա։ Եվ մտեք դեղ նայեք Հայաստանի մասին ինչ են գրում, ինչ համար են առաջարկում։ Newsky կամպանիան, որ Ամերիկայի ամենաֆլագմանն է իրանց, առաջի բանն է։ 23 թվում փորձել են այդ ատոմակայանը դնեն այդ փոքրներից։ Հետո հրաժարվել են։ Ինչու։ Ոչ մի իրանց հետ չուզեցել համագործակցի, իրանց պետական այդ հիմնարկը, որ թույլտվություն ատարես լիցենզավորումը, չի լիցենզավորվել, հրաժարվեց, ասեց, չէ, դու չես ապացուցել, դու այդ ամեն ինչ դու ցույց ես տալի, միայն փաստաթուղթով ես ցույց տալի ինձ։ Լիցենզիան չեն տվել։ 23 թվում այդ Newsky-ը ծրագիրը փակվեց Միացյալ Նահանգներում։ Այսինքն իմանայեք, չեն ապահովում, ապա չկա, չեն լիցենզավորում, Ամերիկայի պետական համակարգը ոչ մի լիցենզիա չի տալիս։ Եթե sense լավ բան է, ինչու Միացյալ Նահանգներում չեք անում։ Ամերիկայի բիզնեսը sense է, եթե դրանք նայում են, շատ լավ բան է, մի անգամից փող էլ կդնեն, բանկերից ներդրումներ էլ կվերցնեն, լիքը փող ունեն ամերիկացիք։ Բայց ոչ մեկը չի գնում։ Բացի դրանից, ինքնարժեքը բարձրացավ։ Սկզբից եղել է մեգավատ ժամ $59, քանի որ իրանց այդ համակարգը, պետական համակարգը ասում ապացույց չէ, sense փոխի, այդ փոխի, դառավ միջև 89 մեգավատ ժամ, 89-ից միջև $100։ Պատկերացեք։ Ուսավ հրաժարվեցին։ Ես պրոստը վենսին մի հատ հարց եմ տալիս։ Լսի, դու կարող եք այստեղ 17 դառնաս տեղի այդ բանը, ապաչիներ նստած են այստեղ։ Մեզի ինչի տեղ ես դրել։ Ապացուցեք, մի հատ մատով ցույց տվեք, որ աշխարհում այդ ատոմակայանը աշխատում է։ Ինչ որ ուզում եք այստեղ տեղադրեք։ Ապացուցեք, ինչու եթե շատ լավ բան է, ապա ոչ մեկը չի տալիս։ Ձեր պետական ապահովագրությունը ոչ մեկը չի տալիս, ձեր պետական համակարգը թույլտվություն չի տալիս։ Ու Միացյալ Նահանգներում ACP ատոմակայանը չկա։ Այսինքն, քանի որ դուք համոզված չեք, որ իրոք վտանգավոր չի, անվտանգ է, ուզում եք Հայաստանում սարքեք։ Հայաստանը դեռ պոլիգոն չի։ Բացի դրանից, այդ ատամային բանն որ դնում ես մեջի, որ հոսանք է տալիս այդ բանը, որ աշխատում հետո բանա դուրս հագալի, չէ, աթխոդները։ Այո։ Ապունները։ Երկուսից մինչև 30 անգամ ավելի շատ է կամ մեծամոռ է տալու։
Էդի Օքսֆորդի, Ստենֆորդի համասարանն ասում։ Իրանց այդ ատոմայի բաժինը։ Այսինքն այս ատոմակայանները, ես դες ճիշտ հասկացա, այս ատոմակայանները ըստ այդ տվյալների իրենց թափոնների քանակը շատ ավելին է, քան մեր սովորական ատոմակայանները։ Այո, էդի ես չեմ ասում։ Մտեք բանը Ստենֆորդի համասարանը բանը իրանց դեր բան ունեն գիտնականների բան ատոմայի ֆակուլտետ դրանք ուսումնասիրել են ու ինչ են ասում հետո այդ աթոմների բան պիտի վերցնես պիտի գնաս տանես սոցիալիզացնես բան անես չէ ասում են Հայաստանի բյուջետը չի ձգելու այդ առաջինը ինքնարժեքը հոսանքի բարձրանալու է 6-ամբ արդեն բարձրացավ ու նայեք այդ News Kyle կամպանիան 23 թուն այս ծրագիրը փակել են որովհետև ոչ ապահովագրվել են ոչ պետական համակարգը տվեց նայեք եւ Ֆրանսիայում եւ Ամերիկայում այդ պետական համակարգը ասում է NSR-ն է DNS ասում է պրակտիկ մենք չենք տեսում ոնց աշխատելու այդ դուք խոսում եք փաստաթղթեր եք բերում ձեր ռաշյոտներ եք բերում մի հատ փոքր սարք է մեր երկրում Թող աշխատի 5 տարի, 10 տարի։ Ոնց սարքեն, եթե լիցենզիա չեն։ Չէ, դրանք ուզում են լիցենզիա ինչո՞մ անեն վերցնում։ Լիցենզիա վերցնեն, որ ծախեն ուրիշներին, համեր Ֆրանսիայում սկսեն սարքել։ Ինք ասում է, չէ, դուք փորձ չունեք։ Փորձ չունեք։ Համել մասնագետ էլ չունեք պատրաստ։ Որ այդ որովհետև լրիվ ուրիշ համակարգով մի քիչ աշխատում այդ բանը, այնտեղ լրիվ ուրիշ մեխանիզմ է օգտագործում։ Կամ այդ մեծ ատոմակայանում դեղ ավանդանկության համակարգը ուրիշ է մի քիչ ոչ թե ջուրով այ ուզում են աղացրած ջուրով աշխատացնեն այս բանով են գնում մենք դեռ նոր մի քիչ առաջ խոսացել ասում ենք Ռուսաստանը աղով են անում ինչ որ բան իսկ դեռ այդ նոր ատոմակայաններն է որ մի հատ Չինաստանում մի հատ Ռուսաստանում կարծեմ կառուցում են որ ջրի փոխարեն աղա ամերիկացիք աղացրած ջուրով են ուզում աշխատացնեն աղացած ջուրով։ Ես չգիտեմ։ Հա, իրան բանը համակարգ է պետական։ Այսինքն եկեք ամփոփենք սա։ Ես ասում եմ չի կարելի ու ազգը պիտի թույլ չտա որ մեր իշխանությունը փորձեն դնեն այս ատոմակայանը Հայաստանում։ Ես ձեզ ասում եմ հենց հիմա Հայաստանը պոլիգոն չի։ Դո սկզբից Վենսը իրան Պապայի հետ Տրամպին Ամերիկայում դնեն, նույն Վաշինգտոնում սպիտակ տան մոտ, տող դնեն, Լոս Անջելեսում, չգիտեմ, Նիվադայում, որտեղ ուզում են դնեն, Մասաչուսետսում, որտեղ, Մայամիում, տող դնեն, մենք 5 տարի կնայենք, 10 տարի, ոնց աշխատելու, եթե բան չի լինելու, այն ժամանակ կվերադառնանք խոսանք, քանի որ միացյալ նախագներում չկա, միջև այսօր, Հալա չեն էլ ուզում սարքեն, գիտեք միջև Հայաստանը դրանք առաջարկել են Կազախստանը հրաժարվեց։ Հետո առաջարկել են Ռումինիայում էլ հրաժարվեց։ Մենակ Հայաստանն է, ոնց որ գիտեք քչան ասենց դրպասները բացել են, ով ուզում է մտնում է, ինչ զիբիլկա բերում են մեր գլխներն լցնում են, սենց չի լինի։ Շատ լավ, եկեք ժամանակն է անցնելու ուրեմն թռչող սարքերին։ Եթե ատոմակայանների հետ ձեր կասկածները կարելի է հիմնավորած համարելով, որ եթե ապահովագրական ընկերությունները չեն ուզում եւ աշխարհում ոչ մի տեղ չկա, եւ էլ պետական համակարգը թույլտվություն չի տալիս։ Խոսքը հիմա անօթաչու է հետախուտական թռչող սարքերի մասին։ Նայեք, բալանսը, որ մենք բալանսը պիտի փոխենք, մեզի տարվա մեջ պետք է մոտորապես մինիմալ 4-ից 5 միլիարդ դոլար։ Առաջի 2 տարի մոտորապես 8-10 Հիմա նայեք ինչ է կատարում։ Ադրբեջանը մա բանակցներ է տանում, այդ են ոնց որ մեր տվյալներով հաջողվում է Շվեյցարիում, ոչ թե Շվեյցարիայում, այլ Շվեյցարիում։ Ուղարկում են 48 հատ ռազմական ինքնաթիռ 5+5 բակալենյան բաներն առնում։ 48 հատ, դա մի հատ Ինչ արտադրության ինքնաթիռ։ Շվեյցարիա Շվեդականն է, հա, շվեդականն է։ Ուրեմն 48 հատ, դա մի հատ գունդն է, մի հատ էլ բանն է, էսկադրիլյան է։ 1.5 գունդն է, սենց ասենք։ 48 հատ մեր տարածաշրջանի համար դա այսքանն է։
Հələ չնայած լիքել ունեն, սու 25 էլ ունեն, սու 24 էլ ունեն, մի 29 էլ ունեն, տարբեր ինքնաթիռներ ունեն, հələ չնայած GF-17 Պակիստանից էլ են արել են, հա, Այսինքն ձեր ասածը այն է, որ բալանսը շատ ավելի է խախտված եւ ոչ թե մի քանի միլիոնով այդ բալանսը չես վերականգնի։ Չափից դուրս այդ բալանսը ջարդած այմա Նիկոլ Փաշինյանի շնորհիվ։ Չափից դուրս։ Նայեք, 48 հատմա առնում են մինչև 29 թիվ, այդ ինքնաթիռներ պիտի գան։ Մինչև 29 թիվ։ 6.5 միլիարդ դոլար նախատեսված։ Այդ առաջինը։ Հիմա Սլովակիայի հետ պայմանագիր են ստորագրել, ռեակտիվ միլոմետրներ են առնում։ 100 հատ։ Հիմա չգիտեմ շասիով չի, ասի մեքենայով չի, բայց կարու չէ։ 100 հատ, իմ կարծիքով մեքենայով։ 100 հատ։ Նայեք, արդեն միայն ինքնաթիռ եւ այդ մինամյութներ ընդհանուր ստացում է մոտավորապես, եթե ավտոներով բաներով, ասեմ սենց մոտ 1.5 միլիարդ էլ ավերացրեք 8 միլիարդ աստացում միայն երկու պոզիցիա համար։ Հիմա հələ չնայած իրանց ռազմական բյուջետի այս տարի սարսափելի բարձր է։ Հələ այսքան մինչև 30 տարվա ընթացքում այսքան գումար նախատեսված երբեք չի եղել իրանց բյուջետում բանակի համար։ Դեռ էլ մոտորապես արդեն անցնում է 5 միլիարդ։ Անցնում արդեն։ Նայեք, այդ 5 միլիարդի մեջ այդ 6 միլիարդու կես չի մտնում, այս մինամյութները էլ չի մտնում։ Հիմա նայեք, մենք էլ հայտարարել ենք մեր բանակի Հիսուսը, ասեց զորավարությունները նախատեսված չի, դուք հասկանում եք զորքը եթե ինչա կատարում, եթե զորքը կազարմներում սենց նստած բան չանում չի պարա։ Եթե դու զորավարություն չես հասկացնում, բանակը քանդվում է, եթե բանակը չի լինելու։ Ժամկետը կրճատել են, այդ նշանակում է բանակի կրճատմանն է, այսինքն քանակը։ Բացի դրանից, ասում են բյուջետը կրճատում ենք, Ալիևը ինչ ասեց, Նիկոլին ասում է, ես բյուջետը կրճատում եմ, դու էլ կրճատել ես։ Նիկոլ ուրախ ասում է, ես տամ չգիտեմ քանի տոկոս, տամ 10%, 20-28% կրճատում եմ, քանի որ Ալիևն էլ է կրճատում։ Հայ հիմա ստացվում է Ալիևը սուտ է ասել։ Ես էլ մի անգամից ասել եմ, դա սուտ է։ Հիմա Ալիևը իրան բյուջետը բարձրացրել ավելի շատ, ինքնաթիռներ առնում է, զրահտեխնիկան առնում է, մինամյութներ առնում է, ամեն ինչ առնում է ու ամեն օր զորավարություններ հասկացնում է, մի հատ էլ նոր զորամաս է բացում։ Ամեն օր։ Հիմա այդ մեզ որ այդ բանը ինձեսների տեղ են դրել, որ մտածում եմ մենք էլ ինչ որ միա չգիտենք, նոր պալմայից չելենք, ասում են 11 միլիոնով բալանսավորում ենք, եթե ուզում ես խաղաղությունը, պիտի բալանսավորվես, 11 միլիոնով ժամկետը կրճատում են ծառայելու բանակում, դրանով մենք պիտի բալանսավորվենք, բյուջետը կրճատում են, դրանով պիտի բալանսավորվենք, ինչով ենք բալանսավորում, եթե զորավարություն էլ չկա, ինչով, դե եթե բանակը պետք չի եկեք փակենք, բանակի ստեղծենք Նիկոլի համար որ ուրախանը ոստիկանություն դու մտնեն ներքին գործերի նախարարություն մեջ, մեզ բանակը պետք է մնա մի հատ տամոժնա եւ սահմանապահ զորքեր։ Այդ ճանապարհով են գնում։ Այդ ճանապարհով ամենակարևորը մենք ինչ պիտի հասկանանք։ Սենց մեծ դիսբալանսը մեր հետ կապված, ադրբեջանցիների հետ մեր ու ադրբեջանի հետ ռազմական դիսբալանսը մեր համար է կատաստրոֆա է։ Այն կատաստրոֆան, որ մեզի պետք է լինելու մինիմալ մոտավորապես ամենակիչ 15 տարի, եթե մենք ամեն տարի 4, 5, 6, 7 միլիարդ փող ենք ծախսելու։ Հիմա վենսը որ գնում է, սե հեգյատները պատմում, այդ մեզի կուլիկապանում, էշի տեղա դնում, որ այդ վտանգավոր ատամակայանը բերում ստեղ։ Ես դեմ չեմ, տող բերեն, բայց խոսքիզույց դեղ աշխատե, հետո ստեղ բերի։ Ես դեմ չեմ, որ խոսքնակ մեծամորը հետագայում փագենք, խոսքնակ լավ հասկանալի ռուսները էլ գնում են ստեղից, էլ դեմ չեմ, բայց ինքը մեր համար չի բերում, ինքը իրանց համար է բերում, դրանք փորձ են անում, որ այդ հագայում աշխարհին ասեն տենում եք ինչ լավ բիզնես է, Հայաստանում աշխատում է, բայց ինչու մենք,
Ու Ամերիկայում աշխատի այդ բանը։ Ուզում եք չգիտեմ Աֆրիկայի տարեք աշխատի։ Վենեսուելայում թող աշխատի, Կուբայում թող աշխատի, չգիտեմ, ինչու Հայաստան։ Այնա Ադրբեջանի մեջ դրեք։ Բայց Ալիև այսքան խելք ունի, Ալիևի չի համաձայնվել որտենի։ Հասկանում եք, դրա համար ես ասում, այդ հոտաչուն տեղ 11 միլիոն, այդ էս հայ հեքիաթները, այդ գիտեք, այն ժողովուրդը որ տելևիզորով սենց նայում են ասում, վայ, Ամերիկան մեր հետ է։ Ամերիկան նախ եւ առաջ մեր հետ չի։ Ամերիկան մեզնից սարքում է պոլիգոն։ Դա պոլիգոնն է։ Երրորդը ամենակարևորը։ Գնում է մի մարիալը բանը, ծրակաբերտը գնում, ծաղիկներ դնում, իրան X պլատֆորմայի մեջ օգտագործում է գնացել եմ այդ ցեղասպանության մեմորիալը, հետո գնում Ադրբեջան, Թուրքիան որ չի վախենա, մի անգամից իրան պլատֆորմից բառը ցեղասպանություն հանում է, իրանք այդ Ալիեի Շախեդովի մոտ գնում է, ծաղիկ դնում, որ զոհվել են պատերազմի մեր դեմ։ Ու Ամերիկան մեր դաշնակից է։ Ամերիկան Ռուսաստանից ոչ մի բանով չի տարբերում նույն զիբիլն է։ Իրան դեսպան էլ գնում է ծաղիկ դնում դեղ, բալանսավորում է, այստեղ բալանսավորում են։ Հասկանում եք, մենք էլ ունենք երաբլուր։ Ինչու վեսին երաբլուր չեք տանում։ Համել նայեք Ալիևը ոնց է ընդունում, ռազմական պարադով է ընդունում իրան, պարադոնով է ընդունում։ Հասկանում եք, ոնց է դիմավորում, նայեք Ալիևի մակարդակը ոնց է ընդունում, Նիկոլ Փաշինյանին։ Այդ դրա համար ես ասում եմ, այս ճանապարհներով որ մենք գնում ենք, շատ վտանգավոր է, հաշվի չենք առնում ինչու համար ստեղ այդ քայլեր են անում, ինչ Ադրբեջանում են անում։ Ու ես ասում եմ, Ամերիկան, Իրան, ստրատեգիան, մեր հաշվին, ռազմական բաներալուծում մեր հաշվին։ Շատ լավ, ինչ որ դուք ասում եք բավականին ակնհայտ բաներ են, արդյոք մեր դիվանագետները, նրանք ովքեր շփվում են ամերիկացիների հետ, չեն հասկանում դա եւ չեն ասում։ Մեր ԱԳՆ-ն արտաքին գործերի նախարարությունը ինքի ուղղակի գործիք է դարել։ Իրանը ինչ ասում են, ոնց ասում են շնչի, սենց մի շնչում։ Ինքը միշտ էլ այդպես է եղել, եթե բայց արտաքին գործերի նախարարությունը պիտի ղեկավարներին ասի, որ չէ, սենց չի։ Եթե սենց այս ճանապարհով են գնում, եթե դրանք սուսպուս նստած են, եթե իսկական հայ են, այդ դու գիտեք, դիվանագետներ չեն աշխատում, դրանք ծառայում են, դա ծառայությունն է։ Եթե դրանք մեր անուն հայրենիքի համար են ծառայում, ու նայում են, որ այս կառավարությունը ամեն ինչ անում է, որ Հայաստանը թուլանում է, այո, այդ մինիմում մտածեք, որ ամերիկացիք եղել են, մի անգամից ուժեղացրենք։ Հələ պարզ չի ինչ առնելու։ Ստեղ այստեղ Եվրոպան էլ կա, Ռուսաստան էլ կա, Չինաստան էլ կա, Հնդկաստան էլ կա, Պարսկաստան էլ կա։ Այսպես ուրախ բան չասենք։ Ուղղակի, եթե մեր դիվանագետները տենում են իրաց աչքի դեմ, սենց պրոցեսները գնում, ու դրանք ոչ մի բան ի վիճակի չեն փոխել, то ռաժարական, տա մասսայական, ոչ թե նստեն աթոռներին, գնան աշխատավարձստանեն, ես գիտեմ ինչ են ասելու, ասում են գնան տաքսի քշենք, հա գնացեք տաքսի քշեք, բայց հետո մեր նմաններ որ կգան, մենք ձեզ կկանչենք համապատասխան տեղ ու հարցերի կտանք, ուր եք եղել, ինչու չեք զգուշացրել, ինչու չեք պայքարել։ Շատ լավ, եկեք դուրս գանք կարճատև գովազդային միջման, հետո կամփոփենք մեր հաղորդումը։ Գովազդը եթերում, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադա Հյուզում, տեղեկացնում եմ։
Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Մենք շարունակում ենք մեր զրույցը քաղաքական գործիչ Վլադիմիր Պողոսյանի հետ, փորձենք ամփոփել ավելացավ անվտանգությունը Հայաստանի ԱՄՆ փոխնախագահի աննախադեպ այցով Հայաստան, թե ոչ։ Ավելացավ, վտանգներ են ավելացել։ Ավելի ընդհարցակել է կարելի է։ Հիմա ավելի վտանգավոր կամ եղել է միջև։ Որովհետև ինչու, որովհետև այս ծրագիրը միայն բավարար է ատոմակայանի հետ կապված, որ մեր անվտանգությունը իջացնեն մաքսիմալ դերքեր։ Այսինքն ատոմակայանի դժբախտ պատահարի պայթունի հետևանքով, բայց այս պահին մենք սովորենք, որ անվտանգությունը ավելի շատ սահմանների եւ ռազմական գործողությունների անվտանգության մասին են խոսում, դուք ճիշտ եք, որ ավելի ընդհանուր եք վերցնում, բայց եկեք առանձնացնենք այդ երկու բոլոր պատերազմի հավանականությունը քչացավ, թե նույնն է մնում, թե ավելացավ։ Մենք մի բան պիտի հասկանանք, Տրամպը միշտ չի լինելու նախագահ։ Ես համոզված չեմ, որ մինչև վերջի մնալու է, այդ առաջինը։ Լավ։ Այդ առաջինը։ Այո, այնտեղ կան ինչ-որ պրոցեսներ։ Շատ լուրջ պրոցեսներ կա, մենք ուսումնասիրում ենք, կապեր ունենք, խոսում ենք, շփվում ենք։ Ուրեմն, բայց ես մի հատ բան վստահաբար կասեմ։ Տրամպը որ գնում է, կամ ճանապարհում են իրան, նույն վարքյանը հարաբերությունը նոր ադմինիստրացիայի հետ Հայաստան եւ Ադրբեջան ավելի վատանալու է։ Մի անգամ նույն վարքյան։ Ինչու՞։ Որովհետեւ չէ որ Բայդենի հետ, ասենք Բայդենի Բայդենի թիմի մասին մոռացեք, դրանք չեն գալու։ Ուրիշներ են գալու։ Հանրապետականներ, թե դեմոկրատներ են գալու։ Եթե դեմոկրատներ, ապա դեմոկրատների հետ տրադիցիոն Հայաստանի կապերը լավ։ Չէ, ստեղ այդ բանը չի աշխատելու։ Ինչու։ Աշխատելու է դուք Տրամպի հետ եք եղել, ձեր աչքի առաջ մեր մասին ավելի վատ բաներ են խոսացել, քանի որ դուք տրադիցիոնալ մեր հետ միշտ եղել եք, աշխատել եք, ավելի լավ կամ հանրապետականների հետ, գոնե մի անգամ էլ չեք ասել, ինչ որ մեզ պաշտպանեք, խոսքը օրինակ։ Հա, լավ, չէ, այդ բանը բացի դրանից, Տրամպը ահագին վնասներ է բերել միացյալ նահանգների համար։ Ահագին։ Իրան այդ ֆոնդային ինդեքսները կորցրել են $1 տրիլիոնից ավել դոլար։
գները ինչ որ ասում է իջնում է հեքիաթները, Նիվադայից են ուղարկել են հենց բենզոզապրավկից գները։ Տեսեք, Չէ, մի վարքյան։ Պողոսյան, դուք ինքներդ քաղաքական գործիչ եք եւ լավ գիտեք, որ քաղաքականությունը ձեզ չի ուրեմն նայում ձեր նախասիրություններին։ Այս պահին եթե Տրամպն է նախագահ, պիտի աշխատեն Տրամպի հետ։ Մի վարքյան։ Թե դուք առաջարկում եք բոյկոտել Տրամպի հետ։ Չէ, ես չեմ ասում բայկոտել։ Ես կողմացի եմ բայկոտել, նախարար մենք այսքան էլ ուժ չունենք, որ բայկոտենք Միացյալ Նահանգներին։ Բայց ես ուղղակի ուրիշ բան եմ ասում։ Ինչ որ Տրամպը ստեղծեց, մի տարվա մեջ 2-3 ինչքան անցնել, հələ չգիտեմ։ Դրանք ջարդ փուշուրն անելու լրիվ քարից կար չի մնալու։ Այո, ես ծանոթ եմ այդ տեսակետին, այդ մասին խոսում են ամերիկյան քաղաքական գործիչներ։ Նույն մարդիկ, որ հիմա գտնվում են իշխանությունում Միացյալ Նահանգներում, ասում են նոր աշխատակազմը որ կա, կգան իշխանությունը, ասում եմ նույն վարքյան ամեն ինչ փոխվելու է միանգամից։ Հարաբերությունները էլ իրանց ինչ որ եղածը չեղածը ջարդելու են միանգամից։ Հասկանում եմ, բայց այն ժամանակ իրենք խոսում են համայն Տրիպը չի մնալու։ Ահա, լավ, ասեք դուք։ Տրիպը չի մնալու, այս ճանապարհը։ Այդ առաջինը։ Իրանց պետք չի էսկանը։ Նախ եւ առաջ։ Իրանց պետք չի։ Դե մենք բան պիտի հասկանանք։ Հիմա այսքան մենք ուշադրություն ենք դարձնում Տրամպը ինչ անում, ինչ են առաջարկում, ինչ են ստորագրում, բան, մենք պիտի մի քիչ զգուշ լինենք։ Դե դեռևս քաղաքականությունը եւ բայց մենք պիտի նայեք, այս երկրորդ անգամ Տրամպը չի ընտրվելու։ Նոյեմբերում կոնգրեսում տեղի կորցնելու են դրանք հանրապետականներ։ Դեբետ է գնում։ Հիմա մենք մի քիչ պիտի զգուշ լինենք, չվրազենք, ամեն ինչ ստորագրենք, գնանք։ Հետևանքներ կարող է շատ վատ լինեն, հասկանում եք, մանավանդ այս ատոմակայանի հետ կապված հիմա խոստացել եք, հիմա չգիտեք ոնց մի տակից դուրս գաք, ժամանակը այսքան ձգեք, մինչև Տրամպը չգնա։ Այսինքն ձեր առաջարկությունն է մեր իշխանություններին եւ դիվանագիտական կորպուսին շատ ավելի զգուշ լինել Տրամպի առաջարկած տարբեր խնդիրների շուրջ, որոնք կարող են նաև ծանրություն դառնալ Հայաստանում։ Ես հույս ունեմ, որ ու համոզված եմ, այս իշխանությունը Հայաստանում այսքան երկար չեն մնալու։ Այդ առաջինը, իսկ մնացածը կանենք եւ այդ ամեն ինչ կփոխվի։ Հիմա հնարավոր չի, հիմա նորմալ մարդ չի կարա Վենսի հետ այս արտեմակայանը բաները ստորագրի։ Ատեսեն նորմալա ողջունում եմ, բայց դա բան չի համար։ Խո եղանակը չի փոխվում։ Մեր Ադրբեջանի բալանսին։ Դրա համար ես ասում եմ, ես ողջունում եմ, որ մոտենում ենք, ինչ որ հարցեր ենք, բայց ես ասում եմ, ինչ որ ես տենում եմ Միացյալ Նահանգներ ոնց մեր հետ աշխատում ու ադրբեջանցիների հետ, ես ասում եմ սենց, իրանց համար մեկն Ադրբեջանն է, ոչ թե Հայաստանն է։ Դա պարզ երևում է։ Շնորհակալություն, պարոն Պողոսյան, հետաքրքիր զրույցի համար։ Ասելի բարեկամներ, սրանով մեր հաղորդումը ավարտում ենք, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք քաղաքական գործիչ Վլադիմիր Պողոսյանի հետ, մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։